Ու վերջի 7-րդ ճշմարտությունը։ Հայաստանը չունի արտաքին փրկիչ։ Հայաստանը ունի մենակ մի փրկիչ՝ իր պատմական հիշողությունը։ Ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ Իրանը, ոչ էլ որևէ այլ երկիր չի փրկելու Հայաստանը։ Հայաստանին փրկելու է մենակ հայ ժողովրդի մտածողության, պատասխանատվության ու վախի հաղթահարման համադրությունը։ Ու այդ ուղու առաջի քայլը վերածննդի շարժումն է։ Ոչ մի մեծ ուժ երբեք չի փրկել փոքր ժողովրդին, եթե այդ ժողովուրդը չի կրել սեփական պետականության բեռը։ Դաշնակիցները գալիս են ու կանգնում են մենակ ուժեղների կողքին։ Թույլերին դաշնակից չեն դառնում, այլ դաշնակցի անվան տակ նրանց միշտ օգտագործում են իշահ իրանց։ Հայաստանի փրկիչը ոչ թե դրսում է, այլ ներսում։ Հիշողության այն խորքում, որտեղ դեռ կենթանի է Արարատյան թագավորության գաղափարը, որտեղ չի մարում Վարդանանցի կամքը, որտեղ ապրում է Սարդարապատի օրինակն ու մեծ հայքի հավետությունը։ Պետություն կառուցելու ուժը չի գալի աշխարհաքաղաքական քարտեզից, դա գալիս է սեփական ժողովրդի հոգևոր կոդից։ Եթե այդ կոդը արթնանա, Հայաստանը չի կարա պարտվի որևէ ուժի։ Վերածննդի շարժման հաղթանակից, այսինքն իրական ազգային հեղափոխություն իրականացնելուց հետո, երբ լույսի բանակը լինի իշխանության, կարևորագույն նպատակներից մեկը, որը իրականացնելու ենք, դա պետականության վերակենդանացումն է։ Մեխանիզմը նայեք, ստեղծվելու է ազգային անվտանգության նոր դոկտրին, ապագայի համար առնվազն 25 տարվա մեծ ռազմավարություն, տարածքային ապագայի մոդելավորում, միջազգային նոր դիրքավորում, սերունդների վերածնունդ, ինչպես թվով, տենց էլ որակով։ Ժողովուրդ, Հայաստանի փրկությունը գալու է ոչ թե աշխարհից, այլ հենց իր սեփական քաղաքակրթական արմատից։ Ուրիշ փրկություն չկա։